Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ եւ այդ կուսակցության պատգամավորի տեխնացու Արման Աբովյանն է, ողջույն, պարոն Աբովյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շուտվանից չէ եղել ձեզ։ Շնորհակալություն, շտկենք այդ թերությունը։ Ինչպիսին է ձեր քաղաքական ուժի ազգային ժողով անցնելու շանսը 21-ին 3.95% էր ԲՀԿ-ն հավաքել, 0.5% չէր բավարարել 50,444 ձայն վերջին հարցումներով, ասենք միջազգային հանրապետական ինստիտուտի այդքան էլ լավ չէին դիրքերը, թեև 2% հավաքում եք շանսերից սկսենք։ Տեսեք, առհասարակ ես շատ մեծ վերապահումով եմ վերաբերվում սոցիալական, ներողություն սոցիոլոգիական, հարցումների, որովհետև հաշվի առնելով նույն 21 թվականի փորձը կհիշեք ընտրություններից առաջին շանսեր էին տալի ընդդիմությանը եւ իշխանությանը եւ ի վերջո ինչ ստացվեց։ Մեծ շանսեր ընդդիմությանը, եթե չեմ սխալվում։ Այո, դե բան վերապահ ջախջախում էին եւ այլն, բայց եղավ այնինչ եղավ։ Ես անձամբ հենվում եմ եւ մեր քաղաքական ուժը հենվում է լոկ իրատեսական, իրավիճակի ոչ միայն այն տեղեկությանը, որը մենք ստանում ենք մեր համակիրներից, մեր համախոհներից, մեր կուսակցության անդամներից, որը շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ մեզ համար շատ կարևոր է իրատեսական պատկերը, իսկ իրատեսական պատկերը ավելի քան լավն է, որովհետև եկեք լինենք անկեղծ, դուք չեք գտնի քաղաքական ուժ, որը կասի այս փուլում, որ գիտեք ինչ կա իմ շանսերը վատնա, բոլորն էլ ասում են լավն է, բայց մենք հենվում ենք լոկ այն իրականությանը, որը մեր վերլուծական թիմը 24-ժամյա ռեժիմով ստանում է եւ մենք խնդիր չունենք իրականությունից փախնել, այսինքն ինքնախապեյությամբ զբաղվել։ Կարծում եմ, որ մեր շանսերի ամենաբարձր գրավականը այն է, այն ծրագիրը, որով մենք հանդես ենք գալիս։ Իսկ ծրագրի անունը վստահաբար դուք գիտեք առաջարկ Հայաստանին է եւ պարոն Ծառուկյանի ուղիղ, մտահղացմամբ, ուղիղ այս իդեայի զարգացմամբ մենք եկանք մի եզրակացության, որ այո, այն խնդիրները, որոնք ծառացել են երկրում, այդ խնդիրների լուծման միակ եղանակը դա մաքսիմալ ներգրավվել հենց այն մարդկանց, քաղաքացիներին, որոնք այդ խնդիրների լուծման եղանակները գիտեն։ Եվ սա կարծես թե շատ տրամաբանական է, չէ՞, որ օրինակ գյուղատնտեսության խնդրի լուծումը ամենալավը գիտի այն մարդը, ով անմիջապես հողի վրա աշխատում է։ Ստեղծեցինք այդ հարթակը եւ այդ հարթակը սկսեց աշխատել։ Աշխատել ինչ առումով։ Բոլոր առաջարկները, հենց ինքը կոչվում է, չէ՞, կոնցեպտ առաջարկ Հայաստանի։ Իրենք հնչեցվել են, խնդիրների լուծման եղանակները ձևավորվել են մեր քաղաքացիների կողմից։ Այսինքն չի եղել, որ կաբինետներում, փողկապներով օթից կտրված մարդիկ, սա շատ կարևոր է, գիտեք։ Նկատի ունեք, որ խնդիր լուծող մարդիկ են ձեր ցուցակում։ Այո, ընդ որում բոլոր ոլորտներով եւ այստեղ շատ կարևոր սկզբունքային մի որոշում էր ընդունվել մեր թիմի կողմից, մեր թիմի ղեկավարի կողմից, որ պայմանական մանդատացավով ոչ ոք չպետք է տառապի եւ ցուցակացավով ոչ ոք չպետք է տառապի եւ այդ պարագայում այո համարում եմ ստացված կոնցեպտը, համարում եմ ընդունված մարդկանց կողմից կոնցեպտը, ինչ վերաբերում է թվերին, վստահաբար կարող եմ ասել, որ թվերը բավականին բարձր են եւ կրկնեմ, հենվում եմ ոչ միայն սոցիոլոգիական հարցումների տվյալներին, այլ նույնիսկ այն մարդկանց կարծիքին, որոնք միգուցե դասական առումով չեն հանդիսանում Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիր, Կնեք կարծում եք ծրագրերի պայքար է, այսինքն ով ավելի լավ կլուծի գյուղատնտեսության մեջ առկա խնդիրները կամ արտաքին քաղաքականության կամ անվտանգային, թե կան մի քանի այսպես մեխային հարցեր, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, ԵՄ ինտեգրում թե չինտեգրում, եւ դրանց շուրջ խաղաղություն, եւ դրանց շուրջ ընթանում են բանավեճեր,
թե կան մի քանի այսպես կարևոր գլխավոր հարցեր եւ մի քանի մանր այսպես հարցեր թե ամեն դեպքում մտածում եք մարդիկ մտնելու են, կարդալու են այդ ծրագրերը։ Տեսեք, շնորհակալություն հարցի համար, սկզբունքային հարց է, այո, կան մի քանի խնդիրներ, որոնք դասական առումով չես կարող ասես, որ իրենք քաղաքական ծրագրավորման, չգիտեմ, խնդիրներ են, օրինակ նույն անվտանգության խնդիրը։ Մենք մոտեցել ենք հետևյալ կերպով. այո, բոլոր հարցերը իրենք կոմպլեքսի մեջ են, բայց առանցքային հարցերի պատասխանները մենք ստացել ենք, մենք ունենք եւ մենք հասկանում ենք, որ օրինակ նույն խաղաղության գործընթացը, որը այս կամ այն առումով մշտապես շահարկվում է թե իշխանության թե ինդեմնության կողմից, ընդ որում շահարկվում բառից չպետք է վախենալ, էլի, նախընտրական փուլ է։ Պետք է լինել իրատեսական։ Մենք տեսնում ենք, որ այնինչ այսօր կոչում են խաղաղություն, ինքը ըստ էության խաղաղություն չէ, ինչպես ուզում եք անվանեք։ Ժամանակավոր նախընտրական հրադադար, սահմանի վրա չեն կրակում, որովհետև գիտեք, դիսկուրսը իջեցվել է այնպիսի պրիմիտիվ մակարդակի, երբ որ ասում են խաղաղություն, որովհետև սահմանի վրա չեն կրակում։ Եվ այստեղ նույնիսկ իմ կարծիքը չեմ հայտնի, կհայտնեմ այն մարդկանց կարծիքը, ովքեր հաշ չեն ստեղծված իրավիճակի հետ, ասում են, հա, բայց կրակեն ինչ անեն, առանց կրակելու ինչ կա չկա տալիս են, ու պայմանական։ Եվ մենք առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո ձևավորեցինք մի շատ կարևոր ըստ էության vision, տեսլական, որը կոչվում է երաշխավորված խաղաղություն, որը կրկին բավականին շատ քննադատվեց իշխանության կողմից, ինչը իմ համար զարմանալի էր, շատ, եւ մի տեսակ չեմ ասի նենգափոխվեց, բայց էլեմենտներից մեկը մեջից դուրս հանվեց եւ դարձվեց առանցքային քննադատությանը, որոնք ասում են երաշխավորների խաղաղություն եք դուք ուզում։ Ուրեմն տեսեք, առանց երաշխավորված խաղաղության չի կարող լինել ոչ մի բան, ոչ տնտեսություն, ոչ սոցիալական բլոկ, ոչ մի բան, երբ որ քո գլխին թուրքական յաթաղանը կախված է, չէ՞, ու դու ապավինում ես ընդամենը թուրքեր եւ ադրբեջանցիներ, այսինքն թշնամի պետությունների բարադրացիական վերաբերմունքով ապավինում ես։ Տրամադրությունները լավա չեն սպանի, ու պայմանական, հա, շատ։ Ապա այդ պարագայում դա խաղաղություն չէ, նամանավանդ, եթե խաղաղության գործընթացը ինքը ոչ մի ձևով չի ենթադրում խաղաղությունը խախտողին սանձելու գործընթաց։ Կներեք, պարոն Աբովյան, այստեղ մի քանի դիտարկում, հա, իշխանության հակաթեզը ո՞րն է, որ ասում եք նենգափոխում են, նրանք նշում են, որ խաղաղության ինստիտուտի անվան տակ դուք եւ մյուս ուժերը փորձում եք Ռուսաստանին բերել տարածաշրջան, իսկ Ռուսաստանի համար ձեռնտու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որ իր ազդեցությունը այստեղ շարունակի մնալ, հետեւաբար, այսպես ասենք, Ռուսաստանի շահերի սպասարկում են նրանք այս ամեն ինչի տակ տեսնում, մեկը սա, մյուսը պատժելու ինստիտուտը, որ ինչ որ մեկը լինի, որ Ադրբեջանի պատժի, երբ որ նա հարձակվի։ Դա մի քիչ ուտոպիստական բան չի, որովհետև Ռուսաստանը պայմանագրային պարտավորություններ ուներ մեր նկատմամբ Փաշինյանի պատճառով, թե ում պատճառով, ես չգիտեմ, դրանք չկատարվեցին թե Արցախում, թե Հայաստանի տարածքների ադրբեջանական զավթումների ժամանակ, մի քիչ միամիտ չի նույնիսկ նույն գետը մտնել երկրորդ անգամ։ Տեսեք, սկսենք ի սկզբանե։ Ես հենվում եմ լոկ իշխանությունների, հա, հայտարարություններին, որոնք առավոտից երեկո արդեն կալինկա-մալինկա պարելով, հա, տենց են ռուսական կակոշնիկները գլխներին, չգիտեմ, առավոտից երեկո համոզում են, որ իրենց օրոք Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ամենալավն են, զուգահեռաբար գեներացնելով հակառուսական թեզեր, փորձելով դարձնել Հայաստանը արևմուտք-արևբելք, բախման կետ։ Ու ըստ էության արդեն դարձել է Հայաստանը արևելքը եւ արևմուտք բախման կետ եւ դա իշխանությունների չակերտներում ասենց ասենք, հա, ձեռքբերումն է։ Ինչ վերաբերում է բերել կամ չբերել, միգուցե իշխանությունները Ռուսաստանին բերել, հա, միգուցե իշխանությունները մոռացել են, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, սա մեկ, եւ երկրորդը երաշխավորված խաղաղության կոնցեպտի մեջ ներառված է ոչ միայն Ռուսաստանի գործոնը, հա, եւ ոչ այդքան Ռուսաստանի գործոնը, չնայած այո առանցքային է, այլ ներառված է 4-5 խոշոր աշխարհակաղակական խաղացողների հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը, հա, առայժմ
որը չի հանձնվել միջև վերջ, մասնակի հանձնվել է թուրքերին եւ ադրբեջանցիներին, բայց մինչև վերջ չի հանձնվել։ Եվ այո, երաշխավորների ինստիտուտը ինքը իրենից ներկայացնում է հետեւյալը, որ քո պետության զարգացումը, քո պետության անվտանգությունը ձեռնտու լինի ոչ թե 1 կամ 2 աշխարհաքաղաքական կենտրոններին, այլ ձեռնտու լինի նույնիսկ այսօր իրար հետ հակամարտող պայմանական կենտրոնների, որքան էլ տարօրինակ չհնչի, սա ուտոպիստական չէ, սա միակ ելքն է, որովհետև մենք հենվում ենք կրկին իրատեսական, թեզերի վրա առանց ինչ որ ամբողջ բանաբովյան, բայց այդպիսի ուժ վախենամ չգտնվի, որ չէ, հիմա շարունակեմ ցանկանա Ադրբեջանի Թուրքիայի հետ մտնել հակամարտության մեջ, հանուն մեր գոյության։ Ահա, փաստորեն դուք հարգելի Ռոբերտ ջան, ապացուցեցիք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են մտնել հակամարտության մեջ Հայաստանի հետ։ Չէ, տեսականորեն եմ ասում, չէ, իսկ ես ասում եմ պրակտիկորեն։ Չէ, ձեր ասածը այն է, որ երաշխավոր բերենք, որ պատերազմ չունենա։ Ստոպ, դուք ես չվերջացեցի, չէ, երաշխավորված խաղաղության մասին թեզի։ Դուք պատկերացնում եք ինչքան պետք է մեր շահերի հետ համահունչ լինի, ասենք Ռուսաստանի շահերը։ Կարելի է վերջացնել։ Հա, որ այսպես հակամարտության մեջ մտնի նրանց հետ։ Տեսեք, ինքը երաշխավորված խաղաղության թեզը ենթադրում է ոչ միայն երաշխավորների ինստիտուտը, երաշխավորների ինստիտուտը ինքը էլեմենտներից շատ կարևոր, բայց էլեմենտներից մեկն է։ Ինքը իր մեջ ներառում է մի շարք էլեմենտներ, որի պարագայում Ադրբեջանին եւ Թուրքիային ըստ էության չի ստանձնվի հնարավորություն նոր էսկալացիայի գնալ, օրինակ մեզանից նոր ինչ որ բաներ ստանալու համար։ Ինքը իր մեջ ներառում է ոչ միայն երաշխավորների ինստիտուտը, որովհետև հիմնականում տեսեք շեշտը, ցավոք իշխանական ռոպագանդան շատ ակտիվ է աշխատում եւ հիմնականում սա են առաջ բերում, այլ ինքը իր մեջ ներառում է բազմաթիվ կոմպոնենտներ, դիվանագիտական, ռազմական, բանակի հետ կապված։ Պետք է մենք շատ հստակ եւ պարզ հասկանանք, եթե մենք հրաժարվում ենք պաշտպանել մեր հայրենիքը անունը դնելով, որ դա կբերի էսկալացիայի, դա կբերի չգիտեմ ինչի, պետք է սուս-փուս գլուխներս կախենք, պետք է ժամանակ անցնի եւ այլն, չէ՞, շուտես բաներ են խոսում, ապա այդ պարագայում մենք անխուսափելի ստանալու ենք սողացող օկուպացիա կամ ոչ սողացող օկուպացիա, արդեն դինամիկայից է կախված զարգացումների տարածաշրջանային։ Երաշխավորված խաղաղությունը ենթադրում է իրենից նվազագույնը ճարտարապետությունը անվտանգային կառուցել այն ձևով, մենք գիտենք դա ինչպես անել, որը իր մեջ չի ներառի միայն մեկ էլեմենտ, երբ որ դու ապավինում ես մենակ մեկ էլեմենտի վրա, օրինակ երաշխավորների ինստիտուտի վրա ես միայն ապավինում, դու միանշանակ չես կարող ստանալ խաղաղություն։ Երբ որ դու ապավինում ես միայն ու միայն օրինակ, չգիտեմ, տնտեսական զարգացման վրա, որի հիման վրա դու պետք է հետո ինչ-որ ճարտարապետություն կառուցես, դա էլ չի ստացվի։ Այսինքն ինքը կոմպլեքսային մոտեցում է, ասեմ ձեզ ավելին։ Երաշխավորված խաղաղության թեզը ինքը աշխարհաքաղաքական խոսույթի մեջ նորություն չէ եւ հիմնական կարևորագույն թեզերից մեկն է, որի վրա հիմնվում են պետություններ, ովքեր այս կամ այն առումով ռազմական առճակատման մեջ են կամ վտանգի առջև են կանգնած։ Բերենք օրինակը նույն Իրանի, որը այսօր լինելով ուղղակի առճակատման մեջ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, ընդամենը մեկ շաբաթ առաջ պաշտոնապես մերժեց այն պայմանական խաղաղության տեսլականը, որը Տրամպի բանախոս կամ բանագնաց դելով sense ասենք Կուշները առաջարկում էր, այսինքն ասում էր եկեք ստոպ տանք, այս պահից հետո փորձենք միջուկային ծրագիրը լուծենք։ Որովհետև ինքը Հորմուզի միանշանակ մենք չունենք միանշանակ, բայց այստեղ եկեք հիշենք, որ Իրանի պես պետությունը, որը 80 միլիոն բնակչություն ունի եւ որի ռազմական եւ տնտեսական կարողությունները ուղղակի անհամեմատելի են Հայաստանի հետ, ինքն էլ է պնդում, որ պետք է լինի երաշխավորված խաղաղության թեզը։ Վերցնենք նույն Ուկրաինայի, պատմությունը։ Գնայք մինչև Ուկրաինա գնալ, այնտեղ ես զգում եմ շատ ենք խանալ։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղոցին, Հորմուզի նեղոցը ներողություն։ Այսօր ըստ էության գտնվում է երկակի շրջափակման մեջ, թե Իրանի կողմից, թե ամերիկացիների կողմից, բայց դա բնավ չի նշանակում, որ Հորմուզի նեղոցը եւ դա հաստատում են թե ամերիկացիները, թե իրանց տեին բանն է, չէ՞, միջազգային իմ կանյոկն է։ Իրանք երկուսն էլ իրատես չեն պնդում, որ Հորմուզի նեղոցը դա խաղաղության բանալին է։ Ոչ մի պարագայում։ Ինքը ֆակտորի տաղավարում եմ գտնվում։ Ֆակտորը
ճնշման, ֆակտորա ձևավորման նոր իրականություն եւ ինչու ոչ երաշխավորված խաղաղություն։ Կնայեք, մի տեսակ էլի ուտոպիզմի հոտ չի գալիս, երբ որ մենք փորձում ենք, եթե դա լիներ, հիանալի բան կլիներ։ Հայաստանում բերել Ամերիկայի շահը, Չինաստանի շահը, ԵՄ-ի շահը, Իրանի շահը, Ռուսաստանի շահը, այսինքն դառնալ պետություն, որի գոյությունը, որի վրա չհարձակվելը եւ այլն այս բոլորին ձեռնտու լիներ։ Ինչու՞։ Որովհետեւ ամեն ինչ գին ունի, չէ՞, պարոն Աբովյան։ Եթե Ռուսաստանը ինչ-որ 0.1 լումա ներդրում անի մեզ վրա, որ թույլ չտա ինչ-որ ագրեսիա, ինչ-որ բան ուզելու է։ Նույնը ամերիկացիք, նույնը Եմեն, նույնը Իրան, այսինքն ու նրանք ուզելու են իրար շահերին հակասող բաներ, հա, օրինակ Ռուսաստանն էլ է ուզելու ապաշրջափակման հարցում գետնին ներկա գտնվել, Ամերիկան էլ է ուզելու, այստեղ գալիս են թվում է թե անհամադրելի շահեր, հա, այսինքն չեք կարծում որ ուտոպիզմ է, էլի բոլոր այսպես գեոպոլիտիկ ուժերի շահերը բերել, դնել այստեղ, էլ եմ ասում, ընտիր կլիներ, դա կնշանակեր մենք բոլորի համար կարևոր պետություն ենք։ Արդյոք Հայաստանը հարկադրված չէր, այսպես ասենք, ամերիկյան կողմի հետ օրինակ Թրամփի ուղի անել եւ ոչ Ռուսաստանի դաշնության։ Թրամփի ուղի չի, Զանգեզուրի միջանցք, եկեք լինենք իրատես։ Ձեր գնահատականները դուք ասեք, ես պաշտոնական այսպես տեղեկությունների վրա եմ հիմնվում եւ փաստաթղթերի, էլի։ Չէ՞ որ օրինակ եթե Արցախում բռնի այս տեղահանությունը չլիներ ռուս խաղապանների աչքի առաջ, միգուցե ռուսական, այսպես միջնորդությունը իրենք հաշվի առնեին կամ Հայաստանի տարածքների զավթումները եթե չլինեին, միգուցե Ռուսաստանը շարունակեր այդ դերը ունենալ եւ հարկադրված չլինեն ամերիկացիների հետ այս process-ը անել կամ ԵՄ դիտորդներ չբերել, խնդրեմ ձեր կարծիքը։ Տեսեք, ի սկզբանե սխալը կամ սխալ ընկալումը, հա, իրականության բաղկացած է հետեւյալ նախադասության մեջ. բերենք եւ աշխարհաքաղաքական բոլորի շահերը համադրենք Հայաստանում։ Ձեր ասածը դա չէ։ Ոչ, բացարձակապես, ասեմ ձեզ ավելին, այն, հա, նենգափոխությունը, որ այսօր ես տեսնում եմ իշխանական դաշտում, բնավ դա ձեզ չի վերաբերվում։ Չէ կարող վերաբերվել։ Դե յուրաքանչյուր դեպքում, հա, շեշտ եմ։ Որովհետեւ հիմա այնց բաներ է վերաբերվում տարբեր մարդկանց, որ հիմա չեմ ուզում էլի բան անեմ։ Կարիք չկա ինձ թվում է։ Չէ, կա, հավատացնում եմ ձեզ, այսօրվա դրությամբ կա։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես վերջացնեմ։ Տեսեք, ոչ թե դու համադրում ես Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, հա, կամ Եվրոպայի շահերը բերում ես այստեղ եւ ըստ էության դարձնում ես բախման կետ, այլ հակառակ հայկական շահի հետաքրքրությունը նվազագույնը, որի փորձը մենք ունենք, եւ այդ փորձը ինքը բնավ չի եզրափակվում 30 տարով, այլ հայկական շահի ներմուծումը կամ ներդրումը պայմանական, հա, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերի, հա, ոչ չբախման կետում, չբախման։ Այսինքն ստեղ խնդիրը այն չի, որ ժողովրդական լեզվով ասած, եկեք սաղ լցվեք ստե, ինչ ես ուզում ընդեր ռուս, հա, էսի քեզ, չինացի ինչ ես ուզում, էսի քեզ, էսի ինքը ի վերջո բերելու է նվազագույնը ինքնիշխանության լրջագույն խնդիրների, այլ հակառակ հայկական շահի պայմանական ներդրումը այն գործընթացների ներքո, որոնք տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով զարգանում են։ Մենք պետք է լինենք։ Ձեր ասածը այն է, որ պետք է ընտրություն կատարենք, որ ասում եք այս կամ այն ուժի հետ, կամը միշտ ընտրության մասն է։ Ես չեմ կարծում, որ ընտրություն, մենք ոչ թե պետք է ընտրություն կա, մենք ոչ թե պետք է ընտրություն կատարենք այս կամ այն ուժի հետ, այլ մենք պետք է մեր շահերը նվազագույնը անենք այնպիսի իրավիճակ ստեղծենք, որը ձեռնտու կլինի թե Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին, թե Չինաստանին, թե Իրանին։ Չէ, բայց կոնկրետ, եթե հարցը կոնկրետացնում ենք, նույն ապաշրջափակման հարցով, չէ, եւ ԱՄՆ-ն է ուզում ներկա գտնվել եւ Ռուսաստանը։ Հիմա ո՞նց ենք այնպես անում, որ երկուսն էլ օքեյ լինեն հայկական շահի հետ։ Հենց դրա համար մեկը մի ձև է, էլի։ Հայկական շահը դրա համար, այո, չէ, ինքը հայկական շահը չի նայում։ Եկեք մի գաղտնիք բացենք մեր հեռուստադիտողների համար, Ռուսաստանը պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Միացյալ Նահանգները պաշտպանում են Միացյալ Նահանգների շահերը, Չինաստանը պաշտպանում է Չինաստանի շահերը, իսկ Իրանը պաշտպանում է Իրանի շահերը։ Սա մի շատ ահավոր մեծ գաղտնիք եմ բացում, որովհետև այնպեսի դե հա, որովհետև պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել հետեւյալը. ոչ ոք մեր շահերը բացի մեզանից չի պաշտպանի։ Խնդիրը նրանումն է, ինչ ենք մենք դիտարկում մեր շահերի,
հա, ծիրում։ Օրինակ, երբ որ մեզ ասում են, որ մեր շահերից դուրս է գալի, որ տրամադրվի Զանգեզուրի Միջանցքը գեղեցիկ ու պակով կարած թրիփի մեջ, դա մեր շահերից չի բխում։ Իսկ ինչի համար եմ ես նույնպես ձերպես հենվելով օֆիցիալ փաստաթղթերի վրա մի հարց եմ հնչեցրել, միգուցե ֆակտորի տաղավարից այդ հարցին պատասխանեն։ Հնչեցրեք։ Օրինակ նույն թրիփը, հա, երբ որ խոսվում է էլեմենտար մի գործընթացի մասին, այսինքն ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Կարիքը ինչու՞մն է front office, back office, ինչի համար չպետք է հայ սահմանապահը եւ հայ մաքսավորը անմիջապես, ինչպես հայ-վրացական սահմանում, շփում ունենա ադրբեջանցու հետ։ Իսկ միգուցե սա այն հրահանգի, հա, շարունակությունն է, որը իջեցվել էր Բաքվից, հեգնանքով մեզ ասելով, որ ադրբեջանցին Հայաստան տարածք մտնելուց չպետք է հայի երես տեսնի։ Եվ երկրորդը ամենակարևոր, երբ որ մեզ հեքիաթներ են պատմում, հոռոմ տատու հեքիաթները նույնիսկ ասեմ, հա, ասելով, որ մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները իրենք հայելային են, այսինքն նույն իրավիճակը, հա, կիրառել են նույնարածի երկու պարագաներ։ Ինչ են ստում։ Տենց չի։ Ինչի համար օրինակ նույն հաղորդակցությունը ենթադրավ, հա, վերցնենք քարտեզ արգել հեռուստադիտողներ, պատկերացնում ենք Հայաստանը Նախիջևանի տարածքով, հա, հարաբերվում է Հայաստանի այն մի կեսի հետ։ Մոտավորապես կարելի է, չէ՞, տենց նմանակում նման իրավիճակ պատկերացնել։ Ինչի համար ենթադրյալ այդ իրավիճակում չի լինի այն նույն ռեժիմը, որը կլինի օրինակ Հայաստան-Ադրբեջան, հա, Նախիջևանում այսպես կոչված Տրամպի ուղի, իսկ իրականում Զանգեզուրի Միջանցքի պայմաններում։ Այս հարցերի պատասխանը քանզի չկա, տեսեք, ես չեմ ասում կա, չկա եւ այլն, բացի անպագորգոր խոսքերից, վայ, ռուսին են բերում, վայ, սրան են բերում, վայ, նրան են բերում, թուրքին են բերել, ու հիմա այլ ընդդիմությանը ոչ միայն ես ինձ եմ, հա, վերցնում կամ մեզ եմ վերցնում, ընդհակառակ ինչ-որ անհեթեթ բաների մեջ են մեղադրում։ Այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր չի ապրում խաղաղության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը ապրում է ժամանակավոր հրադադարի կամ զինադադարի, ինչպես կցանկանաք, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վտանգված է այս կամ այն առումով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, բայց այստեղ շատ կարեւոր մի բան էլ ասենք, տեսեք, չի կարելի փորձել մարդկանց համոզել, որ մածունը սև է։ Չի կարելի, ուղղակի չի կարելի, եթե ներկանյութ լցրած չի, չէ՞, մածուն մեջ։ Եթե ներկանյութ չկա։ Դե, թեկուս, հա։ Խնդիրը նրանումն է, որ եթե ներկանյութը լցված է մածունը սև է, ապա այդ մածունը վստահաբար խմելու չի, չէ՞։ Այսինքն մենք այնուամենայնիվ վերադառնում ենք այն իմ խոսույթին, որը ի սկզբանե ես ասացի, որ մենք պետք է լինենք իրատես։ Իսկ իրատեսությունը ասում է միայն եւ միայն հետեւյալը, որ եթե չլինի ինստիտուտը երաշխավորված խաղաղության, ապա մենք ուղղակի ոչ թե չենք կանխի, այլ նույնիսկ մեր քայլերով կսատարենք նույն արևմտյան Ադրբեջանի ձևավորմանը, նույն ադրբեջանցիների բնակեցման գործընթացին, հա, որը հիմա փրփուրը բերանները իշխանությունը մի կողմից մերժում, մեկ էլ թույլ տվեք դիմեմ իրենց, ուրեմն տղաներ եւ աղջիկներ, որ բան եք խոսում, իրար հետ պայմանավորվեք, որ տարբեր մտքեր չհնչի, որովհետեւ մարդիկ խճճվում են։ Մի մասը ասում է, տենց թեմա չկա, մի մասը ասում է, այդ թեման բերել է անդիմությունը, որ դուռ է բացում, պատուհան է բացում, չգիտեմ ինչեր է բացում, այն մի մասը ասում է, որ ընդհանրապես տենց միտք չկա, ուրեմն երբ որ տենց խրոխտ ու ջղայն ունքերը կիտած, տենց սիրում են, չէ՞, տենց խոսալ ես վերջերս, ջղայն ունքերը կիտած, երբ որ խոսում եք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ եմ ուզում լսել ձեր կարծիքը Իլհամ Ալիևի 2026 թվականի հունվարի 5-ի հրահանգի ձեզ իջացրած իշխանություն, ձեզ անձնապես։ Դե բանավեճի կգաք իշխանության այդպես ճակատի ասել։ Միշտ էլ ասել եմ։ Այստեղ օրինակ որ մենք բանավեճ ես միշտ էլ ասել եմ, միշտ էլ մասնակցել եմ բանավեճերի։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ երբ որ մենք 2026 թվականի հունվարի 5-ին, հիշեք, մի քանի անգամ ասեմ կամ մոռանան, էլի։ Հունվարի 5 2026 թիվ։ Չմոռանաք։ Ձեզ իշխանություն ուղիղ հրահանգ իջեցվեց առ այն, որ
դուք պարտավոր եք ներկայացնել հենց տենց ժամկետները եւ մեխանիզմը ինչպես եք ադրբեջանցիներին բնակեցնելու Հայաստանում, ես մի ծպտուն էլ չլսեցի, բացի նրանից, որ պարզվում է այդ թեման բացում անդիմությունը ոչ թե ձեր սիրելի ադրբեջանցիները։ Խնդրում եմ պատասխանեք 2026 թվականի հունվարի 5-ի այն ձեզ իջեցրած հրահանգի, եթե դուս եկեք ասեք «Տո այ Ալիև», չնայած չեն ասի։ Այս Փաշինյանը երեք ասաց այդպիսի պայմանավորվածություն անգամ քննարկում չի եղել, ինքն է, չէ, քննարկող, չքննարկող։ Ես չեմ վստահում, ցավոք ժամանակը ցույց է տվել Հայաստանի վարչապետը, որ ասում է չկա այդպիսի բան։ Ես չեմ վստահում, չէ, դե ում հավատանք այն։ Այսինքն Փաշինյանը գաղտնի 300,000 ադրբեջանցի է բերել։ 300,000-ի հարցը չի, սա էլ է շատ հետաքրքիր բան։ Տեսեք, հիմա խոսում է 300,000-ի մասին, չէ։ Ենթադրենք 300,000 չի, ենթադրենք 50,000, հա, որի անունը կդնեն, դե ապրել էին ստե սովետի ժամանակետները ապրում են, կամ որ ընդհանրապես տրամադրությունները չփչանակ, ասեն դրանք ադրբեջանցի չեն, դրանք կովկասյան թաթարներ են։ Գնեք այստեղ մի հաշվ դուք շարունակեք, պարոն Աբովյան, եւ սրանով կամփոփենք, տեսեք, իշխանությանը դուք ընդդիմությունը մեղադրում են մեջ, որ նրանք սպառնում են ժողովրդին պատերազմով, ասելով, որ եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության, պատերազմ կլինի, ԲՀԿ-ին էլ են նրանք այդ երեք գլուխներից մեկը որակում, ասում եք դա շանտաժ է, հա, ժողովրդին սպառնալիք է։ Պարոն Ծառուկյանը օրերս ասում էր, որ գույքահարկը 100%-ով բարձրացնում են, որ մարդիկ տները վաճառեն, ադրբեջանցիները պետք է գան այստեղ ապրեն, գան մնան, իհարկե ինքը հարցականով էր ասում, բայց ավելի շատ ոնց որ ավելի ասես հաստատական է ինչ-որ բաներ, համոզմունք ուներ, որ միգուցե այդպես է լինելու, սա նույն դաշտի մանիպուլյացիա չի, իշխանությունը ձեզ ասում է դուք պատերազմ եք սադրելու, դուք էլ ասում եք 300,000 ադրբեջանցի են բերելու, որովհետև որտեղից եք էլի, իմացել ասենք որտեղ էր գրված, որ գույքահարկը բարձրացնում են, որ տները դատարկվեն, որ ադրբեջանցիները բարձրացրել են, բայց դա ինչ կապ ունի ադրբեջանցիների հետ։ Տեսեք, յուրաքանչյուր գործընթացը պետք է նայես կոմպլեքսի մեջ։ Մենք ընդհանրապես եւ պարոն Ծառուկյանը արձանագրում է փաստեր, որոնք այսօր կան։ Գույքահարկը բարձրացվել է, սա մեկ, երկրորդը։ Քաղաք Երևանի բնակիչներին, հա, կենտրոնի բնակիչներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տվել վաճառեն իրենց տաները, եթե չեն կարող գույքահարկ մուծեն, հիշում եք, երկար բարակ ինչ որ սանատորի չէ, ես ուշադիր լսում էի ձեզ։ Շնորհակալ եմ։ Մենք կապ ունեն ադրբեջանցիները։ Ուղիղ կապ ունեն, որովհետև երբ որ մարդիկ ասում են ուղիղ կապ ունեն գույքահարկը բարձրացնելու հետ։ Ոչ, ուղիղ կապ ունեն Հայաստանի Հանրապետության իրենց նպատակի հետ բնակվել այստեղ։ Իսկ ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը եւ մարդկանց հորդորելը տաները ծախեն եւ դուրս գան, ապա այս պարագայում շատ կարեւոր է ունենալ ունակություն, ես ին վրա եմ վերցնում, այսպես վերցնենք, հա։ Յուրաքանչյուր գործընթացների տրամաբանությունը համադրել։ Եվ երբ որ դու համադրում ես, որ ավելի հասկանալի լինի, այն ինչ պահանջել է ադրբեջանական կողմը, այս իշխանությունը գեղեցիկ փաթեթավորումներով այս կամ այն առումով տամբել է։ Այդ տրամաբանության լիքը դատարկ գյուղեր կան։ Չէ, ես վերջացնեմ։ Դատարկ գյուղերի մասին կխոսանք։ Երկրորդը Ընդամենը 14 օր առաջ Բաքվում տեղի ունեցավ մի իրադարձություն, որին չգիտես ինչու ուշադրություն Հայաստանում իշխանությունները չդարձրեցին, եղավ շնորհանդես Երևան քաղաքի որպես ադրբեջանցիների բնակվելու վայրի, որտեղ ադրբեջանցիները պետական ուղիղ հովանավորության ներքո, հա, ու համաձայն նվազագույն ադրբեջանական մամուլի, իսկ Ադրբեջանում մամուլը վերահսկվում է, դուք գիտեք ում կողմից, պնդում էին, որ այո, Երևան էլ պետք է գան ադրբեջանցիներ, ինչպես իրենք են ասում, վերադառնան։ Մենք պնդում ենք, որ կես միլիոն հայ պետք է գնա Բաքու, Սումգայի եւ այլն։ Մենք բոլորս տարիներ շարունակ պնդել ենք, ինչ որ մեկը գնացել է, բանը։ Ես կարելի է վերջացնել։ Ուզում եմ ասել պնդումների վրա պնդել, որ պնդումների վրա գիտեք ինչի համար պնդումների վրա։ Շատ པարզ պատճառով, որովհետեւ այն ինչ ադրբեջանցիները պնդեցին, իրենք հասան։ Իսկ մենք ոչ, այդ դա է մտավախությունը։ Եվ երբ որ փորձում ենք սենց խաղալ ասել, դե մենք էլ ենք, ասում չէ։ Ինչ ադրբեջանցիները ուզեցին, ստացան։ Ինչ որ մեկը պնդել է, հիմա դրա վրա ինչ որ մեկը չի, պնդել է հարևան երկրի ղեկավարը, որը
հանձնարարական է իջացրել իշխանություններին, որ այդ հարցի լուծումը տան։ Իսկ հաշվի առնելով արցախցիները վերադարձի պայմանները, Եվրախորհրդան տեսեք ինչ բանաձև ընդունում է պարոն Աբովյան։ Ժողովուրդ չեն թողում, ես վերջացնեմ, բողոք եմ էլի։ Տեսեք, եւս մեկ անգամ իմ ամենաբարի հարցազրույցներից է։ Ես գիտեմ։ Եվս մեկ անգամ եկեք ֆիքսենք հետեւյալը։ Ադրբեջանական կողմը ինչ պայման դրել է, այդ ի վերջո եկել է հասել է նրան, ինչ ինքը ցանկանում է։ Բոլոր պայմաններին։ Մեկ էլ արցախցիներ Երկրորդը, ինչ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին։ Արցախցիների վերադարձի հարցը բացի նրանից, որ ինքը իր մեջ ներառում է նաև կարևորագույն հումանիտար եւ նվազագույնը հայակենտրոն մեզ համար։ Մենք հո հիմա չենք ընկել, չէ՞, այտենց տարբեր ինչ-որ կենտրոնների շահերն են քննարկում մեր շահերից դուրս գալով։ Հայակենտրոն որոշումներից մեկն է եւ իզուր չէ, որ Արցախահայությանը մինչեւ ցեղասպանական գործողությունների կատարելը Արցախի տարածքում թերևս 2020-21 հələ պատերազմից հետո անմիջապես 22 թվականներին արդեն շատ ակտիվորեն Արևմտյան Ադրբեջանի, այսպես կոչված, այդ վիժվածքացին գաղափարի եւ ադրբեջանցիների բնակեցնելու մասին ծրագրերը իրականացվում էին, այսինքն մինչեւ Արցախի այդ հապումած։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հետեւյալը, որ արցախցիների վերադարձի հարցը ըստ էության բնավ կապ չունի։ Դու կբարձրացնես թե չես բարձրացնի։ Իրենց համար ունի, պարոն Աբովյան։ Ընդհանրապես կապ չունի։ Ոչ, չունի իրանց համար կապ, որովհետև եթե իրենց համար կապ ունենար, ապա 2020-21 թվականի ներքաղցը չէին բարձրացնի։ Մի խոսքով կնեք, սա դավադրապաշտություն չի, այսինքն ձեր կարծիքով 300,000 ադրբեջանցու գալը, դուք էլ վախեցնեք քաղաքացիներին մյուս կողմի, որ եթե Փաշինյանը մնաց 300,000 հոգի։ Չվստահաբար, չէ, տեսեք, եկեք հենվենք հետևյալի վրա։ Հայլայն բանի հոտ է գալիս։ Տեսեք, հենվենք հետևյալի վրա։ Հնարքի հոտ է գալիս։ Մենք ունենք ոչ հնարք չի, դա հնարք չի, շատ պարզ պատճառով։ Իշխանությունը նա է անում, դուք սա եք անում։ Չէ, դա հնարք չի, շատ պարզ պատճառով։ Պատերազմ կսադրի Փաշինյանը։ Իմիջիալոց կա եռագլուխ, իմիջիալոց ասեմ կա տարածաշրջանում եռագլուխ պատերազմի կուսակցություն, հեսա կասեմ, անպայման կասեմ, անունները կտամ։ Ի տարբերություն իրենց ես չեմ վախենում, հա, անուններ տալուց։ Հիմա անցնենք առաջ, ինչ վերաբերվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ցանկություններին, այստեղ կարևորագույնը պետք է նշել հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը խաղաղությունը տեսնում է Ադրբեջանի ցանկությունների եւ ադրբեջանների պահանջների բավարարման ներքո։ Դուք չեք բավարարելու որևէ պայման։ Իսկ ով կբավարարի մի պետության պահանջը, ում կոնցեպտուալ դոկտրինը, կոնցեպտուալ, այդ մարդիկ մեռան հոգնել են ասելով, Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանի տեղում թյուրքալեզու ինչ-որ մի հակ անգլամերատի ձևավորումն է։ Դուք կբավարարեք ադրբեջանական անկլավ կա Հայաստանի տարածքում։ Չհասկացա հարցը։ Ադրբեջանական անկլավ կա Հայաստանի տարածքում։ Ոչ մի միլիմետր ադրբեջանական հող չկա Հայաստանի տարածքում։ Շնորհակալություն զրույցի համար։ Իսկ երագլուխ պատերազմի Այ դա ասեք ու փակենք, հա։ Երագլուխ պատերազմի կուսակցությունը տարածաշրջանում միայն մեկն է։ Դա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որովհետեւ իրենք են ըստ էության գեներացնում պատերազմ, իրենք են սպառնում պատերազմով եւ երբ որ փորձում են 180 աստիճան նենգափոխելով պատտացնեն իրականությունը, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Ժորժ ջան, մածունը սպիտակ է, նույնիսկ եթե մեջը, հա, սև թուրքական ներք են ավելացնում։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Աբովյանին։